Բարև սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմեդ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 3-րդ գլուխը, որը ինքը դիտարկում է Կրիշնայի արարքները, երբ որ ինքը արդեն դուրս եկավ Վրինդավանից, այսինքն այդ միամիտ պարզամիտ հավատքի տարածքից, որտեղ խոսքը գնում է ոչ թե սենտիմենտալության մասին, այլ խոսքը գնում է նրա մասին, որ այդտեղ կենդանիակը ապրում են այն կենդանիակները, որոնք մի անգամ գնահատել են Գերագույն Աստծո անձնավորությունը հենց իր հմայքի տեսանկյունից, որպես կապվածության համար ամենաբարձր անձնավորություն, եւ կապվել են նրան այնպես, որ Տեր Քրիստոն դարձել է նրանց կյանքի իմաստը, նրանց սիրտն ու հոգին։ Եվ նա դուրս եկավ եւ գնաց Մաթուրա, այսինքն ինքը գնաց տրանսցենդենտալ գիտելիքի տարածքը։ Ինքը գնաց տրանսցենդենտալ գիտելիքի տարածքը, որտեղ արդեն պետք է այսպես էլի, պատկերավոր ասած, պետք է գործեր աներ։ Ինչու համար, որովհետև այդ տարածքը, այսինքն այն տարածքը, որտեղ կենդանիակը ինքը ուսումնասիրում է հոգևոր գիտելիքը նյութական աշխարհի ազդեցությունից ազատագրվելու համար, Ուրեմն այդ տարածքը ինքը զավթվել էր նյութական բանականության կողմից, եւ դա նշանակում է, որ այլևս հոգևոր գիտելիքը չէր կիրառվում նյութական աշխարհից հեռանալու համար, այլ կիրառվում էր նյութական աշխարհում, այսպես էլի, կյանքը բարեհաջող դասավորելու համար, այսպես ասենք։ Եվ Տեր Քրիստոն ինքը դրա հետ համաձայն չէր։ Համաձայն չէր այն իմաստով, որ հոգևոր գիտելիքը, հոգևոր կյանքը ինքը նախատեսված է հոգուն նյութական աշխարհից հետ վերադարձնելու հոգևոր աշխարհ։ Իհարկե, մենք դա ձեզ հետ բազմիցս քննարկել ենք, որ դա շատ բնական է, որ ասենք ամենասկզբում, սկզբական շրջանում կենդանիակը ինքը իհարկե ոչ մի հոգևոր նպատակներ չի հետապնդում։ Ինքը հատկապես աստվածամեժության դարաշրջանում կարող է տառապել այս աշխարհում, կարող է լինել շատ անհաջողակ, կարող է հակառակը լինել հաջողակ եւ դրանով իսկ արդեն դառնալ նախանց կենդանիակների ուշադրության կենտրոնում եւ խնդիր ունենալ իր այդ հաջողակ կյանքը պաշտպանելու եւ այլն եւ այլն։ 4 մոտիվներով կենդանիակներ իրանք եւ այդ 4 մոտիվներն էլ իրանք նյութական են իրականում։ Բայց Տեր Քրիստոն ինքը նույն Բհագավադ Գիտայում կասի, որ իր համար հատուկ արժեք ունեն այն կենդանիակները, ովքեր որ հոգևոր գիտելիքը ուսումնասիրում են հանուն ճշմարտության, այսինքն որովհետև իրենք փնտրում են ճշմարտությունը, այլ ոչ թե փորձում են օգտագործել հոգևոր գիտելիքը նյութական խնդիրներ լուծելու համար։ Այսպիսով, սիրելիներս, ուրեմն մենք կարողանում ենք հասկանալ, որ ուրեմն տրանսցենդենտալ գիտելիքը ինքը հայտնվել էր նյութական բանականության իշխանության տակ եւ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մտադրված էր այդ իրականությունը շտկել։ Նա գնաց Մաթուրա, այսինքն վերադարձավ այն վայրը, որտեղ ինքը այսպես կոչված ծնվել էր։ Եվ մենք ձեզ հետ քննարկեցինք, որ ինքը սպանեց Կամսային, այսինքն այդ նույն նյութական գիտակցությանը, զգայական վայելքի հանդեպ հակում ունեցողի, որը բաներ եղել էլի, որը իշխում էր այդ պահին Մաթուրայում, չէ, եւ ուրեմն ազատեց բանդից նրա հորը Ուգրասենային, որը ինքը ազատագրման բանավորումն էր, եւ նորից կարգեց իրան որպես արքա։ Այսինքն, որ տրանսցենդենտալ գիտելիքը ինքը առաջին հերթին ուրեմն նախատեսված է նրա համար, որպեսզի դուրս բերի կենդանիակին նյութական էներգիայի ազդեցության տակից, այսինքն որպեսզի դուրս բերի կենդանիակին ժամանակավորության աշխարհից։ Դրա համար կենդանիակի վրա պետք է չաշխատի ժամանակը։
Մենք ձեզ հետ թեթև քննարկել ենք, թե իրականում ասենք ինչ պիտի կատարվի, որպեսզի ժամանակը ինքը դադարի ազդել կենդանիակի վրա։ Որպեսզի ուրեմն ժամանակը ինքը դադարի ազդել կենդանիակի վրա, առաջի հերթին պետք է տեղի ունենա հետևյալը. կենդանիակը պետք է չողբա, այսինքն ինքը պետք է զրոյացնի իր միտքը։ Դա տեխնիկապես մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք այսպես պրագմատիկ, տեխնիկական process են նկարագրում, թե ասենք ինչի հաշվին ինչ արդյունք է ստանում անձնավորությունը։ Եվ ուրեմն, երբ որ կենդանիակը ինքը ղեկավարում է իր միտքը այնպես, որ կարողանա չողբալ անցյալի մասին, նյութական ցանկություններ չձևավորել ներկայում, եւ չպլանավորել իր նյութական ապագան։ Եթե ես հնարավորություն ունենայի մի անգամ էլ ապրեի, ասում են նրանք, ովքեր որ չեն հասկանում, որ բազմիցս ծնվում են, եւ հետեւաբար այդպես էլի արդեն գերագույն ազնվորությունն ասում է քեզ նոր հնարավորություն էր պետք, խնդրեմ քո նոր հնարավորությունը, բայց դու անցյալում արած գործեր ունես, լավ եւ վատ եւ այդ ամբողջ բեռը ինքը քոնն է, վերցրու եւ գնա հաջորդ կյանք, եւ սա նշանակում է, որ ժամանակը դեռ ազդում է մեր վրա, որովհետև մենք նրան կապված ենք անցյալով, մենք նրան կապված ենք ներկայով եւ մենք նրան կապված ենք ապագայով։ Որպեսզի ժամանակը զրոյանա, այդ երեք երևույթները պիտի վերանան։ Ազնվորությունը չպետք է ողբա անցյալի մասին, ինքը անցյալի հետ կապված պետք է անի ճիշտ հետևություններ եւ անցնի առաջ, ասենք փորձի համար միշտ շնորհակալ մնալով անցյալին, ներկայում պետք է աշխատի նյութական օբյեկտներից հեռու մնա, որովհետև եթե ինքը ներկայում ցանկություններ է ձևավորում նյութական օբյեկտների համար, միտքը անմիջապես սկսում է պլանավորել, թե ինչ գործողություններ պետք է արվի, որպեսզի այդ ցանկությունը իրականացվի։ Всё, կենդանիակը դարձավ նյութական աշխարհի գերին։ Եվ դրա համար ուրեմն գերագույն ազնվորությունը ինքը ասեց, ոչ հոգևոր գիտելիքը ինքը դրա համար չի նախատեսված, ինքը նախատեսված է ազատագրման համար։ Եվ այստեղ ուրեմն շատ կարևոր է, թե ինչի հաշվին կենդանիակը ինքը կարող է ազատագրվի։ Ազատագրվելը ինքը կարող է լինել երկու գործոնի հաշվին։ Առաջի գործոնը դա նա է, որ ազնվորությունը ինքը ճիշտ է գնահատում նյութական աշխարհը։ Տեսեք, ժամանակակից հոգեբանությունը ինքը ունի այդպես մի հատ առանձին ճյուղ, որը կոչվում է պսիխոլոգիա պոզիտիվного մышления, այսինքն բաների դրական մտածելակերպի հոգեբանություն, որտեղ ըստ էությամբ կենդանիակին այսպես էլի շեղում են, նյութական աշխարհի իրականություններից, որտեղ ինքը պետք է ասենք ամեն ինչի մեջ փորձի փնտրել դրականը։ Եվ այդտեղ շատ հաճախ մարդիկ իրենք գալիս են եւ հայտնվում են հենց հոգեբանական փակուղու մեջ։ Ինչու՞։ Որովհետեւ կարող են տեղի ունենալ իրադրություններ, որոնք իրանց մեջ ոչ մի, ասենք, դրական բան չեն պարունակում, չէ՞։ Օրինակ, ինչու համար, որովհետեւ նյութական աշխարհը ինքը իր մեջ պարունակում է 4 թերություն, որը եթե կենդանիակը ինքը չի գիտակցում, ինքը միշտ սխալ է ապրում իր կյանքը։ Առաջի թերությունը դա նա է, որ նյութական աշխարհը ինքը ժամանակավոր է։ Երկրորդ թերությունը դա նա է, որ կենդանի էակները, որոնք ապրում են նյութական աշխարհում, իրենք նախանձ են։ Երրորդ թերությունը ինքը կայանում է նրանում, որ նյութական աշխարհը ինքը հենված է այդ борьба за выживание, ինքը հենված է պայքարի վրա, այսինքն կենդանիակները, որովհետև մեկը մյուսի համար նախատեսված է որպես կերակուր, չէ, ասենք տեսեք մենք մեր
այսպես արտահայտված խոշոր մարմին ունեցող թշնամիներին բոլորին վերացրել ենք եւ հանգիստ ապրում ենք։ Մենք վերացրել ենք առյուծներին, չգիտեմ, սրան, նրան, բոլոր գիշատիչներին, չէ՞, գիշատիչները հիմա աշխարհում իրանք իրականում շատ քիչ են եւ ապրում են միայն զապավենտիկներում։ Հիմա տեսեք ցերեներս, չէ՞, բայց չենք կարողացել հաղթել փոքր թշնամիներին, առավել դեռ ավելին մարդը հիմա շատ մեծ հաջողությամբ այդ փոքր թշնամիներին հենց հիմա այս պահին, հա, օգտագործում է մի մարդը մյուսի դեմ, ինչու որտեվ այդ փոքր թշնամիները իրանք անտեսանելի են, այսինքն մարդը ինքը չի կարողացել հաղթի այսպես կոչված պարազիտներին, այսպես կոչված միջատներին, բակտերիաներին, վիրուսներին եւ այլն, չէ՞ որ դա բոլորը կենդանի էակներ են։ Հասկանում եք, չէ՞, եւ այդ փոքրիկ բաներին, որոնք իրանք կարող են մտնել մեր մարմին եւ այդ իրանց չնչին չափով այնպիսի իրավիճակ ստեղծեն մարմնի մեջ, որ մարմինը հայտնվի մահվան եզրին։ Հիմա սիրելիներ, չէ՞, այսինքն աշխարհը լի է թշնամանքով եւ ուրեմն աշխարհը լի է խաբեությամբ։ Ինչու, որովհետեւ կենդանիակները նյութական աշխարհ են գալիս, այն կենդանիակները, որոնք իրենք նախանձ են։ Գիտեք, ես ժամանակին շատ հետաքրքիր մի այդպիսի բան էի նկատել, որ նրանք ովքեր որ գալիս են ինքնաիրականացման ճանապարհ, հա, այդտեղ մեծ շատ հետաքրքիր բաներ կատարվում։ Ասենք թվում էր, որ եկել է բավականին բարեպաշտ, այսպես էլի, առաքինության տեսանկյունից մեր դարաշրջանի համար բավականին բարձր մակարդակ ունեցող անձնավորություն, հա, ասում էր մի որոշ ժամանակ, մեկ էլ այդ անձնավորությունը ինքը կարող էր մոտենալ եւ ասել, գիտես, ես մի հատ այնց հետաքրքիր իրավիճակում եմ հայտնվել, որտեղ չեմ հասկանում ընդհանրապես ինչ անեմ այդ ամեն ինչի հետ, որտեղ առաջ ես նախանձ չէի։ Հիմա որ եկել եմ հոգևոր կյանք, ու թվում է, որ ասենք ես պիտի ինչ-որ առաջ գնայի, բայց քանի գնում եմ, ես այդքան ֆիքսում եմ, որ ես նախանձում եմ մարդկանց։ Ես ճիշտ ասած սկզբում շփոթվում էի եւ իրոք ռեալ չէի հասկանում, թե ինչպես կարելի է դա բացատրել։ Այսինքն ինչ է շարունակում, մարդը ինքը եկավ, հա, քո աչքի առաջ եկավ բարոյականության բարձր աստիճան ունեցող, եսիմիջ ու հանկարծակի մի քիչ ժամանակի անցնում ինքը սկսում է խոսել նրա մասին, որ ինքը իր մեջ ֆիքսում է նախած, որը առաջ չի ունեցել։ Մի փոքր մտածելուց հետո ես հասկացա, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն խոսքը գնում է ոչ թե նրա մասին, որտեղ հիմա ես հասկանում եմ, որ երբ ես ասում եմ, որ հայրացիները իրենք պնդում են, որ նյութական աշխարհ են գալիս նախանձ կենդանիակները, հիմա հենց այս պահին, երբ որ ես այս բառերն ասում եմ, շատ լսողներ իրանք մտածեցին այսպես։ Ոչ, դա այդպես չի։ Օրինակ, ես չեմ նախանձում։ Հասկանում եք, եթե ու երբ որ մարդը ինքը այդպես է մտածում, հենց այդտեղ իր կյանք ուրիշ իրականություն է մտնում։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Մարդը ինքը, եթե ինքը ծնվել է նյութական աշխարհում, ինքը ունի նախանձբնություն։ Եթե ինքը չի ֆիքսել այդ նախանձբնությունը, դա ընդհանրապես նշանակում է, որ ինքը դեռ չի հանդիպել այն կենդանիակին, որը ունի այն, ինչ որ ինքը կուզել ունենալ։ Հասկանում եք, չգիտեմ կարողացա բացատրել ինչ եմ ասում, հա, եւ երբ որ ինքը գալիս է հոգևոր կյանք եւ ունի այդ համոզմունքը, որ ինքը նախանձ չի, երբ դասո անձնավորությունը ապահովում է իրան այնպիսի իրադրություններով, որտեղ այդ իր մեջի քնած նախանձը արտահայտվում է։ Հա, եւ մարդը ինքը այդտեղ պետք է հասկանա, որ հիմա իրան ցույց տվեցին իր մասին ճշմարտությունը։ Ինչու համար է սա կարևոր։ Սա կարևոր է, որովհետեւ հոգևոր ճանապարհը անցնելուց, չէ, այդ ինչ հայց քանդուս կանի։ Հա, հոգևոր ճանապարհը անցնելուց, չէ, այդ հոգևոր ճանապարհի ընթացքում ահա որ կարևորություն ունի այդ բանը, որ մարդը ինքը գիտակցի իր մասին ճշմարտությունը։ Հասկանում եք, երբ որ մարդը ինքը գիտակցում է իր մասին ճշմարտությունը, ինքը ճիշտ կետից է սկսում իր հոգևոր զարգացումը։
եթե ինքը չի գիտակցում իր մասին ճշմարտությունը, հա, ինքը գտնվում է, այսպես ասենք, էլի, պրոստը իլյուզիաների գրկում, հա, եւ այդ իլյուզիաների հիմքի վրա փորձում է սկսել ինչ-որ մի ճանապարհ։ Այսինքն դուք հասկանում եք, ինչ է նշանակում, եթե մարդը ինքը հոգևոր կյանքում, ուրեմն նյութական աշխարհ է եկել, որովհետև դա հանձ է, հա, եկել է հոգևոր կյանք, այդ համոզմունքով, որ ինքը նախանձ չի, հասկանում եք, հա, ինքը ուրեմն ապրում է, եւ հիմա եկավ հոգևորի մեջ, ինքը ինչ է անում, ինքը ասում է, ես նախանձ չեմ, դա ընդհանրապես ինչի վերաբերում, եւ սկսում է աշխատել ինչ-որ ուրիշ բաների վրա։ Իսկ մինչև կենդանի էակը իր մեջ չհաղթահարի հենց նախանձը, ինքը չի կարող վերադառնալ հոգևոր աշխարհ, որտեղ նախանձն է իրան բերել, հա? Նախանձն է իրան բերել նյութական աշխարհ, նախանձ ում հանդեպ, նրա հանդեպ ով իրանից ավելի բարձր է, չէ՞։ Իմիջիալոց ես կարող եմ ասել, որ կենդանի էակը ինքը կարող է նախանձել նույնիսկ նրան, ով իրենից ցածր է։ Ինչի մասին է այդտեղ խոսքը։ Այդտեղ խոսքը գնում է նրա մասին, որ նրանք ովքեր որ ցածր դիրք ունեն, նրանց մասին պետք է հոգ տանել, չէ՞։ Եվ այդ հոգատարությունը, որը պետք է ցուցադրվի, դա ուշադրություն է, չէ՞, ուզում։ Եվ ասենք ազնվորությունը ինքը կարող է մտածել, օրինակ, էլի, նյութական օրինակ բերեմ, հա, ինքը կարող է մտածել, հիմա տես ասենք, այդ ծնող լինելը, որտեղ ծնողական հարաբերությունն է, չէ՞, որտեղ մենք բացահայտ ավակ ենք, հա, այս ծնողական հարաբերությունները, ինչ հոգնածնող հարաբերություններ են, հա, երեք էս երեխեքին, երբ ուզում են քնում են, երբ ուզում են վեր են կենում, ոչ մտածում են հացը որտեղից եկավ, հագուստը որտեղից եկավ, այդ բոլորը իմ դառնա, հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք բան, իրանք էլ իրանց համար անհոգ ապրում են, հա, միակ բանը, որ իրանց կյանքում ինչ-որ մի բարդություն կարող առաջացնի, այդ են որ մի ցանկություն կարող են ունենալ, որը սխալ է կամ վտանգավոր է, ու դրա համար ես չեմ թողնի, որ այդ ցանկությունը իրականանա, всё։ Հա, բա մի հատ փոքր չլնեի, մի հատ 5 տարեկան երեխա էլի ես չլնեի, սա արդեն իրականում փոքրի հանդեպ նախանձ է։ Հասկանում եք, եւ կարելի է նախանձել եւ ավակներին, եւ հավասարներին, եւ փոքրերին։ Դրան համար ես օրինակ կբերեցի էլի, որտեղ ավակները եւ հավասարները դա ակնհայտ է, թե ինչպես կարելի է իրաց նախանձել։ Հասկանում եք, եւ այ անձնավորությունը ինքը այդպիսի իրավիճակ է ստանում, որտեղ որ իր նախանձը արտահայտվում է եւ ինքը կարողանում է ուրեմն հասկանա, եթե գրագետ բան ունի, հոգևոր նաստավնիկ էլի, հոգևոր առաջնորդ ունի, այսպես ասեմ, հա, եթե ինքը գրագետ հոգևոր առաջնորդ ունի, ապա այդտեղ այդ բաներն են տեղի ունենում, որ ինքը հասկանում է, որ այդպես չի, ինքն էլ նախանձ ունի եւ Գերագույն Աստծո անձնավորությունը այդտեղ իրան օգնում է, տալիս է այն սիտուացիաները, որտեղ ինքը կարող է տեսնել նախանձը, հա։ Սովորաբար, եթե մարդը ինքը գոռոզ է եւ համարում է, որ ինչ-որ բան ունի, ձեռքբերումներ ունի, որոնք շատ արժեքավոր են եւ իրեն փառք ու պատիվ պիտի բերեն եւ այլն, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կարող է ուղարկել մի ուրիշ անձնավորության, որը շատ ավելի ուրեմն բանիմաց է, շատ ավելի բարձր գիտելիքի տեր է, հա, եւ այդտեղ մարդը ինքը քննություն է անցնում, թե ասենք ինքը ոնց վարվեց այդ երևույթի հետ։ Ինքը անմիջապես ընդունեց աշակերտի դիրք եւ սկսեց սովորել, ինքը արհամարեց եւ ձև թափեց, որ այդպիսի երևույթ ընդհանրապես չկա, հա, դու այդ ձև թափեցը դա ամենամիտի բանն է, որտեղ կա շատ ավելի այլանդակ արտահայտություն, երբ որ ազնվորությունը ինքը իր նախանձի հիմքի վրա սկսում է թշնամական գործողություններ կատարել, հա, նրա հանդեպ, ում իրականում ինքը հասկանում է, որ այդ ազնվորությունը իրենից 100 գլուխ ավելի բարձր է, հա, ինչի համար, որպեսզի այն հասարակությունը, որը իրան է երկրպագում, հանկարծ շուրջ չգա ու չանցնի այդ ազնվորությանը, որը իրանից ավելի բարձր է։ Սա կոչվում է պայքար, փառքի, դիրքի, տեղի, փողի, չգիտեմ, սրա նրա համար։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ասենք Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ ամեն ինչի հետ լրիվ այլ կերպ է վերաբերվում, չէ՞, եւ ինքը ասում է, այո, հոգևոր գիտելիքը իրականում ինքը նախատեսված է վերջնականում, այո, իհարկե, ես կոմպրոմիսի եմ գնում եւ սկզբնական շրջանում կարմա յոգայի բանում ես այդտեղ, հա,
օգտում եմ կարգավորել նյութական գոյությունը, բայց ես իմ համար դա անում եմ լրիվ ուրիշ նպատակով, ես դա անում եմ նրա համար, որ դուք սկսեք վստահել ինձ, որ ես կարող եմ ապահովել ձեր երջանկությունը, հիմա դուք այս պահին երջանկությունը կապում եք նյութական աշխարհի տառապանքներից ազատ լինելու և նյութական աշխարհը վայելելու հետ, ես այդ երկու ֆունկցիան էլ կարող եմ կատարել, միայն մի դեպքում, եթե դուք ինքներդ առաքինի եք, հա, այսինքն, որն է էլի, որ այն տառապանքները, որը դու ստանում ես հենց քո պատճառով, դու ինքդ պիտի վերացնես, սա է խոսակցությունը, բայց իհարկե, որտեղ մարդիկ իրանք մեկ շատ հաճախ մտածում են, որ եթե իրենք առաքինի են դարձել, իրենց ոչ մեկ պիտի չնեղացնի, բայց արիացիները իրենք ասում են, նյութական աշխարհում գոյություն ունի 3 տեսակի տառապանք, առաջինը դու ինքդ ես քեզ տառապանք պատճառում գիտության հիմքի վրա, երկրորդը ուրիշ կենդանիակներն են քեզ տառապանք պատճառում, պարզ է արդեն չէ, նախանձի և ջղայնության թշնամանքի հիմքի վրա։ Եվ այստեղ ուրեմն կենդանիակները իրենք այդ խոսակցությունն են ստանում Աստծուց, որտեղ ինքը ասում է, այնտեղ որտեղ դու տառապում ես քո սեփական արարքների պատճառով, ուղղակի դադարիր այդ արարքները անել, ուրիշ ձև այդ տառապանքներից ազատվելու չկա։ Եվ այդտեղ բանաձևը մի հատ է, մի արա ուրիշի հետ այն, ինչ որ չէիր ուզի, որ արվեր քո հետ։ Այսինքն ամեն անգամ, երբ որ դու պատրաստվում ես մի հատ քայլ անես, հա, առաջի հերթին քեզ դիր նրա տեղը, ում հանդեպ դու այդ քայլը պատրաստվում ես անես, եւ պատասխանի մի հարցի, դու կուզենայիր, որ քո հետ այդպես վարվեին։ Եվ վերջ, հասկանում եք, սա, այդտեղ խոսակցությունը ավարտվում է, և եթե կենդանիակը ինքը այդ սկզբունքը վերցնում է, ինքը արդեն ինքը իրա պատճառով չի տառապում, որովհետև Աստված ինքը ինչ է ասում, ինքը ասում է, եթե դու ուրիշ կենդանիակներին տառապանք ես շարունակում պատճառել, ես չեմ կարող քեզ պաշտպանել, որովհետև այդպիսի քայլերի համար դու արժանի ես պատժի, վերջ, այն ինչ որ ուրիշ կենդանիակին պատճառեցիր, դու դա ստանալու ես, այստեղ խոսակցությունը ավարտվում է, չես ուզում, որ այդ տառապանքը լինի, ուրեմն դադարի ուրիշ կենդանիակներին տառապանք պատճառել, չէ, ուրեմն մենք այստեղ խոսացել ենք, որ այդ տառապանք պատճառելը ինքը լինում է երկու մակարդակի, առաջին մակարդակը դա մարմնական մակարդակն է, այսինքն բուկվալն է, երբ որ մենք մարդուն ֆիզիկապես թույլ չենք տալիս, ֆիզիկական բռնություն ենք կատարում, ծեծում, ջարդում, փշրում, սպանում, հա, փակում, չթողնում, որ ինքը ֆիզիկապես դուրս գա գնա ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան անի, այսինքն ֆիզիկական բռնությունը, և կա նուրբ մարմնի բռնություն, նուրբ մարմնի բռնությունը դա, ուրեմն, կենդանիակին առաջինը, հա, թույլ չտալ, որպեսզի ինքը իրականացնի իր ցանկությունները, առաքինի, պարտադրել իրան սեփական ցանկությունները, պարզ օրինակ, ուզում եմ լինեմ երաժիշտ, ոչ լինելու ես ֆիզիկոս, սա նուրբ մարմնի մտքի վրա բռնություն է, չէ, կա բռնություն արժեքային համակարգի վրա, և որ կենդանիակը ինքը ասենք ինչ-որ մի արժեքային համակարգ է ուզում, բայց մենք իրան պարտադրում ենք մի հատ ուրիշ արժեքային համակարգ, և սա արժեքային համակարգի բանականության հանդեպ գործած բռնություն է, հա, հիմա, և վերջինը դա կեղծ եսի հանդեպ բռնությունը, և այստեղ ես կարող եմ մի քիչ ոչ պոպուլյար օրինակ բերեմ, բայց բերելու եմ, истина всегда дороже, որն է այդ օրինակը, ես միամիտ երիտասարդ էի, և հանդիպեցի, ուրեմն բան, այդ գալուբոյներին էլի, հոմոսեքսուալիստին, в общем, բառ չփնտրեմ, և ես ունեի նորմալ ես, որ ես տղա եմ, իսկ ինձ դարձրեցին աղջիկ, հետո էլ համոզեցինք,
որ այդ աղջկա դերին դուր գալիս է։ Եվ ես դարձա բռնաբարված տղամարդ։ Այսա բռնություն է կեղծ եսի հանդեպ, որտեղ նրա եսը տղամարդու ես էր, կամ կնոջ ես էր։ Եկավ ինչ-որ մի ուրիշը, որ ինքը ինչ-որ շեղումներ ունի հոգեբանական, ես միշտ ասել եմ, ասում եմ և ասելու եմ, դա հոգեբանական շեղումներ ունեցող անձնավորություններ են, որոնց ոչ թե պետք է, մեկ չեք ասում, չէ, ռակով հիվանդներին պետք է ընդունել այնպես, ոնց որ իրանք հիվանդ են, եւ իրանք պետք է ապրեն մեր մեջ, չէ, բայց մենք ասում ենք ոչ, իրանք ծանր վիճակում են, իրենց կյանքին վտանգ է սպառնում եւ իրենց պետք է բուժել։ Չէ՞։ Ուրիշ հարց, որ ասենք կապիտալիստական սիստեմայի մեջ ոչ մեկին չի հետաքրքրում քո առողջությունը։ Կարող ես վճարես, կբուժենք, չես կարող վճարես, չենք բուժի։ Հենց որ հասկացանք, որ շատ կարող ես վճարես, այնպես կանենք, որ դու մտածես, որ օպերացիաների կարիք ունես։ Բրծավ, всё, ազատ ենք։ Հասկանում եք, չէ՞, խոսակցությունները այստեղ շատ կարճ են, էլի, որտեվ հիմնական խնդիրը դա ես միշտ ասում եմ, որ հնարավոր չի կարելի վստահել այն համակարգին, որը ինքը գումար է վաստակում քո հիվանդության վրա, այլ ոչ թե քո առողջության։ Դա նշանակում է, որ ինքը միշտ շահագրգռված է, որ լիքը հիվանդ մարդիկ լինեն։ Եվ վերջս պարզ, այսպես հասարակ բան է, էլի, ոչ մի ուրիշ տրամաբանություն այդտեղ չկա, հասկանում եք։ Եվ ուրեմն սիրելիներս, չէ՞, սա առաջին խոսակցությունն է Գերագույն Աստծո անձնավորության կողմից, որ այդ երեք մակարդակների վրա մի բռնացի, բռնանաս նույն բռնությունը ստանալու ես վերջ, տառապանք պատճառեցիր, նույն տառապանքը ստանալու ես վերջ, հասկանում եք, և հիմա տեսեք սիրելիներս, չէ, ինչի մասին է այստեղ խոսքը, հաջորդը դա արդեն ես դադարեցի, խոնար, համեստ, բռնությունից ազատ, այդ հիմնական, արիացու հիմնական երեք որակները արդեն ունեմ, բայց դրանից չի նշանակում, որ նյութական աշխարհի բոլոր կենդանիակները հանգարցակի դադարեցին լինել ագրեսիվ։ Հասկանում եք, այդ պատկերացումները իրենք շատ սխալ են։ Նյութական աշխարհը ինքը մնում է նյութական աշխարհ, եւ ես ապրում եմ այն, նույն բանը, ոնց որ մտնես ջուրը, ասես ես պիտի չթրջվեմ։ Չկա այդպիսի բան։ Հասկանում եք։ Կամ սուզվեմ ջրի տակ, ասեմ ես պիտի չխեղդվեմ։ Եթե իմ շնչառությունը ինքը նախատեսված է օդում ապրելու համար, ջրի տակ ես շատ արագ խեղդվում եմ, վերջ։ Հասկանում եք։ Հիմա նյութական աշխարհը ինքը նախանց կենդանիակների աշխարհն է։ Եվ եթե ես դադարում եմ լինել նախանց օրինակի համար, չէ՞, դա չի նշանակում, որ նախանց մարդիկ վերացան։ Հասկանում եք, իսկ նախանձի մեջ արդարություն չկա, մարդիկ մեկվեք թող գնան ուրիշների նախանձեն, ես աբեղ եմ, չէ, ինչի ինձի նախանձեց։ Բա նախանձը հենց դա է, եթե նախանձի մեջ արդարություն լիներ, Գերագույն Աստծո ազնվորությունը նախանձներին նյութական աշխարհում չէր իզալացնի։ Ոչ մի արդար բան հոգևոր աշխարհից չի կարող վերանա։ Հասկանում եք։ Չէ, ուրեմն ինքը նախանձը իր բնույթով արդեն իր մեջ անարդար գնահատական պարունակող երևույթ է։ Եվ դա չի վերանում։ Այդտեղ Տեր Քրիստոսն ինքը Գերագույն Աստծո ազնվորությունը կներեք, ինքը ասում է ես կպաշտպանեմ։ Դա կլինի քո առաջին արդյունքը։ Ես կպաշտպանեմ։ Հասկանում եք։ Եվ այդ ընթացքում դու կվերականգնես քո վստահությունը իմ հանդեպ։ Հիմա Աստվածամերժության դարաշրջանում, ես դա շատ եմ ձեզ հետ քննարկում, սրբերի հետ մարդկությունը միշտ վարվել է անասելի վայրենաբար։ Անասելի վայրենաբար։ Եթե հաշվի եք առնում, որ իմенно սրբերի հետ են այդպիսի բաներ արել։ Հասկանում եք, ինչի համար։ Ինչ է շահում Աստվածամերժ։ Աստվածամերժը ինքը Աստծուն ատում է։ Ինչի համար, որովհետև Աստծո գոյությունը դա իր համար ընկալվում է որպես իր ազատության բանն էլի, ազատությունը ճնշող մի երևույթ։ Որովհետև եթե մենք ընդունում ենք, որ Աստված կա, չէ՞,
Մենք չենք կարող արհամարենք իր կարծիքը։ Համաձայն եք, չէ՞։ Եվ այո, իհարկե, իրոք իրական հոգևոր մարդիկ, իրանք իրենց ներսում, ու ես միշտ ասում եմ, իրական հոգևոր մարդուն օրենսդրություն պետք չի, որովհետև ամենախիստ օրենսդրությունը հենց իր ներսում է գտնվում։ Դա Գերագույն Աստծո անձնավորության կարծիքն է, եւ որ ինքը գիտի, թե Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ինչպիսի գործողություններն է խրախուսում եւ ինչպիսի գործողությունների համար է պատժում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, բայց դա ինքը չի նշանակում, որ արտաքին աշխարհը ինքը կորցրեց իր անարդար եւ դաժան լինելու ունակությունը։ Ոչ, դա մնում է, հələ դեռ ավելին աստվածամեժության դարաշրջանում աստվածամեժերը հատուկ հաճույք են ստանում սրբերին նեղացնելուց։ Ինչի համար։ Это вызов Богу։ Հա, այդ դու ասում ես կպաշտպանես, դե պաշտպանի, այմա մորթում եմ, դե պաշտպանի։ Մենք դեռ պատմություն ենք անցնելու այդ թեմայով, այնտեղ շատ մանրամասն կխոսենք այդ հարցի շուրջ։ Հասկանում եք, չէ՞, եւ այդտեղ ինչ է լինում, որ այն ազնվորությունները, որոնք իրենք ռեալ ուզում են հոգևոր կյանքով զբաղվել, չէ, իրաց սրտի մեջ կասկած է մտնում։ Որ եթե ասենք Աստված ինքը նույնիսկ թույլ տվեց, հիմա սկսենք ամենահանրահայտ օրինակից, հա, նույնիսկ թույլ տվեց, որ իր սեփական տղային մտրակեն, խաչեն, ձեռք առնեն, ստորացնեն, Բայց եթե իր այն ամենահարազատ են միս արունին թույլ տվեց, որ այդպես անեն, մեզի կանի ու կանի։ Ինչը վերացավ, Աստծո հանդեպ վստահությունը, չէ՞։ Մեկը, դու կարող եք լիքը ճիշտ բառեր ասել, բայց ենթագիտակցության մեջ գրանցված է այն դա, որ Աստված կարող է լինել շատ դաժան։ Հասկանում եք։ Իր երեխայի տառապանքի հաշվին ուրիշների մեղքերը վառելը, այսինքն Աստված այնքան չկա, այո, եկեք այդ հարցը բարձրացնենք, հա, Աստված այնքան չկա, որ չի կարողանում պրոստը ինքը ների, հա, ինքը ասեց, արի ես իմ տղային ուղարկեմ, դուք իրան տանջամահ արեք, ու ես համարեմ, որ այդ որ դուք իրան տանջեցիք, ձեր մեղքերը վառվեց։ Այդպիսի Աստծուն կարելի է վստահել, ցանկացած հոգեբանի հարցրեք, մարդ, որը ինքը ունի այդպիսի անձնավորություն, ինքը այդ անձնավորության հանդեպ իր ենթագիտակցության մեջ ինչ վերաբերմունք է ձևավորելու։ Հասկանում եք։ Անկաշար եւ լուրջ հոգեբանները իրականում լիքը գործ ունեն անելու հոգեվոր դաշտում, լիքը, որտեղ այդ դաշտը ինքը էսպես էլի, sense սփռված ով ինչ ուզում անում է այդտեղ։ Բայց դա պրոստը ուղղակի որ գիտես, որ արդարություն այդտեղ չի կարող լինի, սրան փող են տալու նրան, չգիտեմ, պաշտոն են տալու նրան, ես ինչ են անելու, ասելու են, ես ասա, ես են ասա եւ ճշմարտությունը ինքը այդտեղ խեղդվելու է։ Դրա համար ես այդ հարցերը ընդհանրապես չեմ քննարկում։ Բայց եթե մենք լուրջ անկաշար հոգեբաններ ունենայինք, չէ՞, ու իրանք դնեին ու պրոստ ցանկացած կրոնական գաղափարախոսություն հոգեբանության տեսանկյունից դիտարկեին, թե ընդհանրապես սա ինչպիսի քաղաքացի է ստեղծում, ինչպիսի մարդ է ստեղծում այս գաղափարախոսությունը, հա, ինչպես է այդ գաղափարախոսությունը ազդում նրա գիտակցականի վրա եւ ամենակարևորը, ինչպես է ազդում ենթագիտակցության վրա։ Հասկանում եք։ Եվ այդտեղ այնքան բան իր տեղը կընկներ, բայց որտեղ այդտեղ ամեն ինչը բացված է, աստվածամեժության դարաշրջանում արդարություն չկա, ճշմարտություն չկա, դրա համար այդ խոսակցություններն էլ իրենք ավելնորդ են։ Նույնիսկ եթե փորձեր կատարվի, դա միշտ ինչ-որ մի հատ այլանդակություն է լինելու, էլի, հանկարծ դրա վրա չխափնվեք։ Հիմա եթե ես ասեցի, մեկը սկսեցին անել, էլի։ Հիմա, սիրելիներս, չէ՞, որը Գերագույն Աստծո անձնավորության խոսակցությունը այս է։ Չէ՞։ Ինքը ասում է, երկրորդ քայլով ես քեզ կպաշտպանեմ, դու քո բանը կվերականգնես, քո վստահությունը կվերականգնես։ Այդտեղ իմ համար դա է կարևորը։ Ոչ թե որ դու ծառապում ես, թե չես ծառապում նյութական աշխարհում,
Որտեվ ես գիտեմ, որ նյութական մարմինը քո հետ ոչ մի կապ չունի, քո հոգևոր մարմինը հիմա հենց այս պահին հոգևոր աշխարհում է։ Դու ուղղակի անջատվել ես քո մղձավանջի մեջ։ Եվ վերջերս, ինձ համար դա խաղ ու պար է, ձեր համար այդքան լուրջ։ Հասկանում եք, որտեղ դուք ձեզ նույնացնում եք այդ, կոպիտ ասած, այդ երազի հետ, չէ՞։ Եվ հիմա սերիներս, չէ՞։ Ուրեմն գերագույն աստվածավորությունը ինքը եկավ ու թավանդա էր քննարկում, որ ինքը եկավ եւ այդտեղ ամեն ինչը դրեց իր տեղը։ Ու թավան հիմա սկսում է հիշել, խոսել նրա մասին, թե ինչպես են անցալում գերագույն աստվածավորությունը, երբ որ ինքը գալիս է նյութական աշխարհ, հատկապես Տեր Կրիշնայի մարմնավորմամբ, որտեղ ինքը գալիս խառնվում է մարդկանց մեջ, գերբնական հայտնություն չի էլի, որտեղ ինքը իր հզորությունն է ցույց տալիս, հա։ Երբ որ ինքը գալիս է մարդկանց մեջ, ինքը մի հատ շատ կարևոր նպատակ ունի, որպեսզի մարդկանց ցույց տա, թե իր հետ ապրելը դա ինչ երանության, ինչպիսի բազմազանություն է ընդհանրապես, հա, դրանից դրա համար, երբ որ ինքը եկավ, ինքը իր հետ բերել էր միլիոնավոր մաքուր նվիրալներ, հասկանում եք։ Այդ հոգևոր աշխարհի իր ամենամտերիմներին, այսպես միլիոնավոր կենթանիակներ էր բերել ու ասել, այս ես եմ, ես էլ իմ մտերիմները։ Տեսեք, թե մենք ոնց ենք վայելում հարաբերությունները ու համեմատեք ձեր վայելածի հետ։ Սա էր, չէ՞, ասեք, մեծ հաշվով խոսակցությունը, էլի, որովհետև գալիս էր թշնամություն իրար հանդեպ ունեցող եւ կրկերի մեջ այրվող կենթանիակների դարաշրջանը, որտեղ բոլոր հարաբերությունները վերջնականում կամ համբերություն են ուզում, կամ կոտրում են մարդուն, կամ դժբախտ են սարքում, կամ դեպրեսիայի մեջ են գցում, չգիտեմ, ոչ մի դրական բան վերջնականում չի լինում, էլի։ Հիմա սերիներս, չէ՞, եւ այսօր մեր տեքստն է, ինքը հնչում է այսպես, ութավան ինքը շարունակում է խոսել Տեր Քրիստահրաշքների մասին, երրորդ երգ կներեք, երրորդ գլուխ, 4-րդ տեքստ։ 7 կատաղի ցուլեր ընտելացնելուց հետո Տերը բաց մարդում հաղթեց արքայադուստր Նագնաջիտիի ձեռքը, բայց չնայած Տերը հաղթանակ տարավ, նրա մրցակիցները շարունակեցին պահանջել արքայադստեր ձեռքը։ Եվ այդ ժամանակ նրանց միջև կռիվ սկսվեց։ Տերը, որն ուներ ամեն տեսակի զենք, սպանեց կամ վիրավորեց իր բոլոր հակառակորդներին, բայց ինքը մնաց անխոցելի։ Ուրեմն տեսնում եք, որ նոր իրադրություն ունենք, հիմա պետք է հասկանանք, դա ինչ ցուլեր էին, ինչի մասին է խոսքը, Նագնաջիտն ով էր եւ այլն, չէ՞։ Սա իրականում շատ խորը իմաստ ունեցող պատմություն է, հա, որովհետեւ բան է, այսպես, ինքը պատմություն, ինքը այսպես է։ Կար մի թագավոր, որի անունն էր Նագնաջիտ։ Նագ բառը մատնանշում է օձերին։ Մենք հեսա մի քիչ հետո կանդրադառնանք իր անվան իմաստին, հա։ Ուրեմն Նագնաջիտը ինքը ուներ մի չքնաղ աղջիկ, որի անունն էր Սատյա։ Հա։ Սատյա նշանակում է ճշմարտություն։ Եվ Նագնաջիտը ինքը, երբ որ արդեն իր աղջիկը հասավ այն տարիքին, որ պիտի մեծանա, պիտի ամուսնանա, կներեք, ինքը հայտարարեց այսպես կոչված Սվայանվարա, այսինքն այդ բանի փեսացուի ընտրություն բանը, արարողությունը, որը ինքը շատ ընդունված էր արքայական ընտանիքներում, հա։ Այսինքն ինչի մասին էր խոսքը, կնոջը, հա, ամենասկզբում, ուրեմն բան էին անում, դաստիարակում էին աղջիկ երեխաներին շատ բարձր բարոյական մակարդակի, բայց եւ ամբողջ այդ իրա ստանավլենիա, այդ որ ինքը ոտքի էր կանգնում որպես անձնավորություն, այդ ամբողջ կրթության ընթացքում, հա, իրան տալիս էին մի շատ կարևոր գաղափար, որ քո ամուսինը պետքա լինի ոչ թե նա, ում հանդեպ դու տրփակ կզգաս, այլ նա, ով արժանի է այն ամբողջ առաքինությանը, որը քո մեջ ապրում է։ Հասկանում եք, այսինքն աղջիկներին
դաստիարակում էին այդ ներքին ոչ թե գոռոզություն, այլ достоинство. Միապետ դերեք արժանապատվություն, հա, այդ ներքին արժանապատվությամբ։ Այսինքն, արիացիները ընդհանուր առմամբ միշտ դա առաքինի ազնվորությունները, դա այն ազնվորություններն են, որոնք շատ ստույգ գիտեն, թե իրենք իրենց մեջ ինչ են կրում։ Հասկանում եք։ Օրինակ, մարդը չի կարող, չէ, լինի բարի, բայց դա չգիտակցի։ Ուղղակի մարդը ինքը կարող է իր բարիությունը կորցնի, եթե բարիությունից գոռոզանում է։ Այսինքն ցանկացած որակ, չէ, եթե ազնվորությունը ինքը գոռոզանում է որակով, մենք պիտի հասկանանք միանգամից, եթե անդալից պետք չի անել, միանգամից պիտի հասկանանք, որ ինքը շուտով այդ որակը կորցնելու է։ Այսինքն ցույց է տալու այդ որակի ուղղակի հակառակը։ Հասկանում եք։ Որպեսզի որակը կարողանաս պահես, այդ հիմքը, որը մեկ ես ասում եմ, 5 հիմնային որակները, 5 հիմնային որակները, այդ 5 հիմնային որակները այս օդի պես պրոստը բան չի, էլի խոսակցություն չի, իրանք շատ կարևոր ֆունկցիա են կատարում, հասկանում եք ինքնաիրականացման մեջ, այսինքն, երբ որ կենդանիակը ինքը սկսում է առաքինություն, բան անել, զարգացնել, չէ, այդ համեստություն, խոնարհություն, բռնությունից ազատ, հա, համբերատար, պարզ, այդ 5 որակները իրանք թույլ են տալիս, որպեսզի կենդանիակը այդ իր ձեռք բերած առաքինությունը երբեք չկորցնի։ Հասկանում եք։ Այսինքն դուք միշտ պետք է նայեք, եթե կենդանիակը ինքը առաքինի բնավորության ինչ-որ մի սիմպտոմ է ցույց տալիս, միշտ պետք է նայեք այդ սիմպտոմը ինքը այդ 5 բաների վրա է հենված, թե հակառակը։ Այսինքն միշտ նայեք, օրինակ ասենք, կենդանիք ինքը սիրում է կենդանիներ, հոպ միանգամից նայում եք։ Ինքը համեստ է, հա, ինքը խոնարհ է, ինքը բռնությունից ազատ է, համբերատար է, պարզ է, հա, եթե ոչ, դա նշանակում է, որ հա, այդ կենդանիներին սիրելու իր բանը ինքը առաքինության մեջ չի։ Հա, բա որտեղ է։ Դա կրքերի գոյավիճակի ազդեցության տակ գտնվող մարդու այսպես կոչված բարիությունն է, որտեղ ինքը այստեղ կարող է, հիմա մոտ այդտեղ փիսիկ է, չէ՞ բարկած։ Այս փիսիկը գիտեք ով է։ Ինքը փողոցի կատու է։ Այսպես ինքն իրան եկել է բակ ու այդպես է իրան պահում, որ չես կարողանում իրան մերժես։ Հասկանում եք, եկել է ունեց է պահում, ոսոր ինքը մեզի միլիոն տարի ճանաչում է։ Ու այո, ես իրան ներս եմ թողել, այ աղա, քեզ ինչա պետք, որ դու օրվա մեջ ինչ-որ մի մոմենտ գաս ու զգաս, որ դու տուն ունես, որ քեզ մի կտոր հաց տվող կա, արի, մենք այսպես գալիս, այդպես պարկում է, քնում է, գիշերը իմ կողքն է քնում պարտադիր, հա, առավոտը հաց է ուտում, և գնում եմ իր համար մանգալու, հետո ֆուրսոված անում է նորից գալիս է, հաց է ուտում, նորից հեռանում է, հասկանում եք, չէ՞, բայց ուզում ասեմ, այն մի անգամից պիտի այդտեղ նայեք, որ եթե դա կրքերի մեջ է, դա նշանակում է։ Հիմա ինքը ինչ-որ մեկի հանդեպ բարիություն է ցույց տալիս, ինչ-որ մի հատ ուրիշի հանդեպ դաժանություն։ Всё, խոնարհությունը չկար, համեստությունը չկար, բռնությունից ազատ վիճակը չկար։ Հասկանում եք, մենք պետք է հասկանանք էլի, որ իրականում, չէ, եթե մենք հոգեբանական տեսակետից ենք նայում, մասակերությունը դա գոռոզության սիմպտոմ է։ Ես ինչքան պիտի իմ մեջ կարևորեմ իմ գոյությունը, այսքան գոռոզ լինեմ, հա, որպեսզի պատրաստ լինեմ ուրիշ կենդանիակին կյանքից զրկեմ, որ ես իմ արևին կարողանամ ապրեմ։ Այնքան պիտի դաժան լինեմ, ինչքան պիտի գոռոզ լինեմ, չէ՞, հասկացաք ինչ իմաստն է խոսքը, այ մենք միշտ պետք է այդ բաներին նայենք։ Հիմա, ուրեմն, այս պատմությունը, որը մենք ձեզ հետ կարդացինք, ինքը իրականում շատ խորը իմաստ ունեցող պատմություն է, հա,
Ուրեմն այդ նագնաջիտը, աղջիկների մասին ենք խոսում կներեք, որ իրանք այդ ներքին արժանապատվության զգացումով էին դաստիարակվում, հասկանում եք, որ ամեն ինչը ինքը տրփանքի վրա չի, դու պետք է քաջ գիտակցես, թե դու ով ես, այդ արժանապատվությունը, որ ինչ-որ, եթե դու արդեն ինչ-որ մի հատ ձեռքբերում ունես, այդ ձեռքբերումից ցածր դու երբեք չես իջնի, եւ այ հասկացողություն պիտի ունենաս, որ եթե դու օրինակ առաքինի ես, դու անբարոյականի համար նախատեսված չես, ինքը քեզ դժբախտացնելու է, ինչու, որովհետեւ դու իրան արտահայտելու ես քո առաքինությունը, իսկ հիմա կներեք կոպիտ ասեմ, էլի, իսկ ինքը քո առաքինության վրա թքած ունի, իրան հետաքրքիր է միայն, թե դու ինչ զգայական վայել կարող ես իրան ապահովես։ Եվ ինքը քեզ վերջում կբերի, եվրոպական բանաձևի, ժնա должна быть шлюхой в постели։ Այդ է ստանալու դու, եւ եթե դու քո ներքինից առաքինի ես, դու պետք է հասկանաս, թե դա քո համար ինչ նշանակություն է։ Ուրեմն, այ որպեսզի քո ներքին առաքինությունը, որի վրա մենք ամբողջ կյանք դողացել ենք, աճացրել ենք, դու ծնե ես ունեցել, մենք էլ դա աճացրել ենք, ուրեմն դու պիտի գնահատես քո մեջի եղածը, թե դու ով ես, ու պետք է գիտակցես, թե քեզ ինչպիսի տղամարդ է պետք։ Եվ ուրեմն արիացիների հոգեբանությունն ենք քննարկում։ Տեսեք, եւ այդ բարձրությունից, չէ, իմինա արքայադուստրերին, ու ինքը դրան լրիվ համաձայն էր, լրիվ, հայրը այնպիսի մի հատ բան էր մտածում, փորձություն, որը կարող էր իրականացնել, ոչ թե մենք հիմա շատ հաճախ մտածում ենք, որ տղամարդու ուժն էին փորձարկում, մենք հիմա կտեսնենք, թե նագնաջիտը ինքը ինչն էր փորձարկում, հասկանում եք, երբ որ ասենք, այ անձնավորությունը ինքը ինչ-որ մի հատ որակ պիտի ունենա, ինչի համար, որ հայրը ինքը ուզում էր վստահ լիներ, որ իր դիմացի տղամարդը ունի այն որակը, որ չփչացնի իր աղջկա առաքինությունը, ու չփչացնի նրա կյանքը, հասկանում եք, եւ այդ տեսանկյունից նագնաջիտը ինքը պայման էր դրել, որ ուրեմն միայն նա կարող է դառնալ իմ աղջկա ամուսինը, ով որ կկարողանա սանձի ուրեմն 7 այսպես էլի կատաղած ցուլեր ուներ ինքը, 7 հատ ու այ որ այս 7 ցուլեր ինքը կարողանա սանձի, ինքն էլ ուրեմն կդառնա իմ աղջկա ամուսինը։ Շատ ու շատ արքայազններն էին հավաքվել այդ Սվայանվարայի շուրջ, բայց իրանք բոլորը, ովքեր փորձում էին, բոլորը իրանք անհաջողության էին մատնվում։ Այդ ժամանակ եթե հայտնվեց Կրիշնան։ Եվ ինքը այսպես էլի, հեշտությամբ այդ 7 ուրեմն ցուրերին սանձեց եւ վերցրեց նագնաջիտային ուրեմն որպես իրան կին։ Դա այն արքայազները, որոնք իրանք ներկա էին եւ որոնք պարտություն էին կրել, չէին կարողացել այդ խնդիրը լուծեն, նրանք կատաղեցին եւ հարձակվեցին Կրիշնայի վրա։ Եվ այստեղ տեքստը հենց դա էր ասում, որ Կրիշնան ինքը բոլորին կամ սպանեց, կամ վիրավորվեց, իսկ իր վրա չկար նույնիսկ մի հատ բիծ։ Հիմա ո՞րն է այս պատմության ներքին իմաստը։ Ովքեր էին այդ 7 կատաղած ցլերը։ Իրականում այդ 7 կատաղած ցլերը դա կենդանիակի սրտում ապրող 7 անատներն են, որոնք են դրանք։ Դա էգոիստական ցանկությունները կամ այն ինչ որ կոչվում է տրփանք։ Մենք նյութական աշխարհում, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, տրփանքը շփոթել ենք սիրո հետ, եւ այդ խառնվածությունը արվել է դիտավորյալ։ Եվ որ առաքինի դարաշրջաններ են, տրփանքը եւ սերը իրանք այսպես խիստ առանձնացված եւ հստակ նշված
հարաբերություններ են կամ զգացմունքներ են կներեք, հա։ Ուրեմն առաջի սրտի արատը դա էգոիստական տրփանքն է։ Երկրորդ արատը դա զայրույթն է։ Երրորդ արատը դա ագահությունն է։ Չորրորդ արատը դա իլյուզիայի հանդեպ հակումը։ Այսինքն, երբ որ դու մի բան չկա, բայց դու մտածում ես, որ դա կա։ Հա։ Ուրեմն 5-րդ բանը արատը դա բանն է, խելագարությունը, հա, այսինքն երբ որ դու չես կարողանում տարբերես սևը սպիտակի տեղ ես դնում սպիտակը սևի, 6-րդը դա բանն է, նախանձն է, հա, եւ 7-րդը դա գոռոզությունն է։ Հիմա այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը Սատյան, աղջկա անունը Սատյա էր, որը մենք արդեն Սատյավացի բանով հիշում ենք, որ Սատյան դա ճշմարտությունն է, հա։ Ուրեմն հիմա ճշմարտությունը Նագնաջիտը ասեց, ճշմարտությունը կարող է ծառայեցնել իրան միայն այն ազնվորությունը, որտեղ կինը միշտ ծառայում է, չէ՞, ամուսնուն։ Միայն այն ազնվորությունը, այսինքն ճշմարտությունը ինքը համաձայնվում է ծառայել միայն այն ազնվորություններին, ովքեր սանձել են, ոչ թե վերացրել են, այլ սանձել են էգոիստական տրփանքը, ջղայնությունը, ագահությունը, բաներ այդ մոլորությունները, խելագարությունը, նախանձը եւ գոռոզությունը։ Հա։ Բոլորը փորձեցին եւ ամեն մեկը, ասենք, կարող էր ասենք օրինակ մի հատ ցուլին կարող էր սանձել, երկրորդ ցուլը իրան տապալում էր, այսինքն այդ որակներից որևիցե մեկը, այն որակը, որի բան ինքը, որը ինքը իր մեջ հաղթահարել էր, այդ ցուլին ինքը կարող էր սանձել, բայց այն որակը, որը իր մեջ դեռ կար, այդ ցուլը իրան պոզավորում շպրտում էր տալիս էր պատերով։ Հասկացաք, չէ՞։ Իսկ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը եկավ, հիմա շատ կարևոր է, հեշտությամբ։ Հասկանում եք, ինքը հեշտությամբ այդ 7 երևույթները հեշտությամբ սանձեց։ Ով էր Գերագույն Աստծո ազնվորությունը։ Այսինքն, երբ որ կենդանեակի ներքին պլատֆորման դա բոլորը իրավունք ունեն լինել երջանիկ։ Հասկանում եք։ Եվ անձամբ ես երբեք չեմ նպաստի նրան, որ որևիցե կենդանեակ իմ ձեռքերով դժբախտանա։ Դա եւ այդտեղ այդ ճշմարտությունը ինքը նախատեսված է այդ գաղափարին ծառայելու։ Բոլոր տեսակի ուրիշ փորձերը ճշմարտությունը ծառայացնել էգոիստական տրփանքին, ատելությանը, ագահությանը, չգիտեմ, մոլորված ինչ-որ գաղափարներին, գոռոզությանը, նախանձին, երբեք ոչ մի դրական արդյունք չեն ցույց տալու։ Ազնվորությունը ինքը հենց այդ սնի ձեռքով էլ պատժվելու է, այսինքն հենց այդ իր մեջ եղած արատով էլ պատժվելու է։ Հասկանում եք։ Հիմա Սատյան ինքը հոգի էր, որը ինքը արժանի էր կապված լինել Աստծո հետ։ Ճշմարտությունը ինքը Աստծուն է արժանի։ Հասկանում եք, կամ հակառակը Աստված արժանի է, որ իրան ծառայությունը ճշմարտությունը ծառայի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն բանը Սատյան ինքը այդպես ուրեմն Տեր Քրիստոսն ինքը հեշտ վերցրեց եւ բան արեց։ Հիմա երբ որ արդեն այդ ազնվորությունները բոլոր այն արքայազները, որոնք իրանք չկարողացան այդ խնդիրը լուծեն, չէ՞, իրանք որպես, գիտեք ոնց էլի, այդ պրետենզիաների ռուսերեն ես կասեի остаточные претензии эго, հասկանում եք, մանելի կեղծ եսի, հա, այդ պրետենզիաների մնացորդներով կատաղության մեջ մտան, չէ, եւ հենց այդ իրանց արարքով ցույց տվեցին, որ իրանց մեջ այդ արատները, որը մեկ հիմա թվարկեցիք, ծաղկում են։
Այսինքն իրանք հենց այդ արարքով, որ իրանք չկարողացան ընդունել, որ սա իրականում այ Կրիշնան ինքը եկավ եւ շատ հեշտությամբ այս ցալերին բոլորին բան արեց, դա նշանակում է, որ ինքը այդ բոլոր արատներից ազատ է։ Հա? Եվ իրանք այդտեղ պիտի ասեին, «Վաու, այս ինչ մարդ է սա», դաժե եթե չեմ հասկանում, որ Աստված է։ Հա? Ու միանգամից պիտի հանգիստ ընդունեին, որ այո, եթե ինքը կարող է, եթե ինքը իր մեջ այս ամեն ինչը բան է արել, հաղթահարել է, ուրեմն այո, ինքը արժանի է, որ Սատյան լինի իր կինը, հա, բայց իրանք այդ էգոյի այդ բաների գոռոզության մնացորդներով, պրետենզիաների մնացորդներով հարձակվեցին Կրիշնայի վրա։ Հա? Եվ մենք տեսանք, որ Տեր Կրիշնան ինքը իրանց բոլորին կամ վիրավորեց, կամ ոչնչացրեց։ Հա? Հիմա, ինչի մասին էր այստեղ խոսքը։ Հա? Այսինքն, այդ ազնվորությունները իրանք, ինչպես ես արդեն ասեցի, այդ իրանց էգոյի բանի պրետենզիաների մնացորդներով հարձակվեցին Կրիշնայի վրա, հա? Թեկուզ եւ այդտեղ իրանք տեսնում էին, որ Տեր Կրիշնան ինքը հաղթանակ ունի այդ արատների հանդեպ, չէ՞, բայց իրանք դեռ չեն ուզում ընդունել դա։ Հասկանում եք, չեն ուզում ընդունել դա եւ ուզում են ոնց ասեմ, ոնց որ այդ հաղթանակը չեղարկեն ու նորից սկսեն։ Որ ինչ են շակում հարձակվեցին, փորձում են Կրիշնային սպանեն, այսինքն չեղարկեն նրա հաղթանակը, հասկանում եք։ Հիմա տեսեք, այսինքն այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ հոգին ինքը, եթե նույնիսկ որ հակում է ձեռք բերում Աստծո հանդեպ, հա, ինքը կարող է ունենալ ներքին ըմբոստություն իրականում, ինքը կարող է ունենալ ներքին ըմբոստություն, որը ինքը չի ֆիքսում, որ իրականում դա իր մեջ Աստծո դեմ ըմբոստություն է, հա, որոնք են դրանք այդ ներքին ըմբոստության սիմպտոմները, դա կեղծ համոզմունքներն են, դա այդ աբիդը, այդ որ նեղացած է, էլի, այդ որ մարդը ինքը Աստծուց նեղացած է, հա, եւ գոռոզության հետքերը, հա, եւ իրանք այդ բաները, այդ երեք երևույթը, չէ, կեղծ գաղափարները, նեղվածությունը եւ կեղծ գոռոզությունը, իրանք միշտ կենդանիակին տանում են դեպի Աստծուց անկախության իդեայի։ Եվ այստեղ այդ կենդանիակները, որոնք իրանք հարձակվեցին Կրիշնայի վրա, իրանք այդ դա էին ուզում պահպանեն։ Հասկանում եք, իրանք ուզում էին պահպանեին այդ էլի իրանց հպարտությունը, պաշտպանեին այդ, որ իրանք հիմա վիրավորված են, որ պարտվել են, հա, Աստծուն, եւ ուրեմն իսկ բան էլի, պաստում պարտվելը համարել քո համար մեծ դժբախտություն, հա, դա կեղծ գաղափար է։ Հասկանում եք։ Եվ Գիրակնուն Աստծո անձնավորությունը ինքը շատ հեշտությամբ, այստեղ ասվեց, որ ինքը շատ հեշտությամբ բոլորի հարցերը լուծեց։ Եվ այստեղ մենք կարող ենք ասել, ես միշտ ասում եմ, որ եթե մենք այսպես շատ մակերեսային մոտենանք, ապա Տեր Կրիշնայի բանը, կերպարը ինքը կարող է շատ հաճախ ընկալվել որպես բավականին դաժան։ Ինքը այդպես գալիս էր, բեսցիրի մոտնի, ռաս, սրան սպանեց, հարցը լուծեց, դուրս եկավ։ Հա, ու դա կարող է թվալ, որ ինքը դաժան է։ Բայց իրականում, երբ որ արդեն հոգևոր հեղինակությունները իրանք այդ կոդը բացում են, որ բոլոր այն դեմոնները, որին Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը սպանում է, նրանք բոլորը ինչ որ մի արատի կրող են եւ ինքը ոչնչացնում է արատը։ Հոգուն ոչինչ չի լինում է իր այդ արատավոր մարմնի հետ, չէ՞։ Եվ դա ոչ թե դաժանության գործողություններ են, հա, այլ դա իրականում սիրտը մաքրագործելու գործընթացն է։ Հա, եւ մենք արդեն մի անգամ խոսացել ենք, որ այդ սիրտը մաքրագործելու գործընթացը ինքը երկու ֆակտորի վրա է։ Կամ բաներ, որ կենդանիակը ինքը պիտի մաքրի իրան,
Տեսեք, ես ասացի, չէ, որ որպեսզի դու ամենաառաջի տառապանքից ազատվես, դու պետք է դադարես լինես արատավոր անձնավորություն։ Հա, չէ, դի իմն է, չէ, դա միայն ես կարող եմ իմ հետ անել, վերցնել ներքին բարոյականությունը։ Հա, եւ այդ ժամանակ այո, ես ոչ մի այնպիսի արարք չեմ կատարում, որի համար Աստված ինձ կարող էր մտածել, որ այս դրա համար ես քեզ պատժելու եմ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը այդ հարցերին այդպես այո, այսպես տարածք է ազատում, հա, որպեսզի կենդանիակի եւ իր միջև ոչ մի այդպիսի արատ չմնա, որը հավակնություն ունի, հասկանում եք, որ ճշմարտությունը կարող է իրեն ծառայել։ Հա։ Մյուս կողմից այս պատմությունը ինքը շարունակում է կանացի թեման։ Ես երեք վերջին դասախոսության ժամանակ Ռուկմինի թեման այդքան էլ չվերջացրեցի, որտեղ այնտեղ շատ հետաքրքիր նրբություններ կան, չէ՞։ Բայց հիմա մենք տեսնում ենք արդեն հաջորդ կանացի կերպարը, չէ՞։ Եվ այդ իմաստով ինքը շատ այսպես հոգեբանական, էմոցիոնալ մակարդակ ունեցող էպիզոդ է, որտեղ բան է, էլի, խոսքը գնում է կնոջ մասին։ Այսինքն կինը ինքը կարող է լինել շատ ուժեղ, շատ վեհանձն, բլագարոդնայա, եթե ճիշտ տակմանեցի խոսքը, հա, չգիտեմ, հա, բայց հենց իմенно այդպիսի կինը ինքը անհասանելի է, հա, ինքը անհասանելի է բոլոր այն տղամարդկանց համար, ովքեր որ դիմում են բռնության, որպեսզի այդպիսի կնոջը ձեռք բերեն, հա, եւ միայն մաքուր սերն է, որտեղ Տեր Քրիստոսն ինքը համել այդ համընդհանուր վայելքը, ինքը նշանակում է, որ ինքը սիրո հիմքը ունի, չէ՞, հա, եւ միայն սիրով է, որ կարելի է սանձել ճշմարտությունը։ Հասկանում եք։ Եվ այո, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կարողանում է սանձել այն ամեն ինչը, ինչի հետ որ նյութական աշխարհում ապրող կենդանիակները չեն կարողանում ոնց որ հախից կանել է, այսպես ասեմ։ Հա։ Եվ կինը կամ հոգին Աստծո հետ հարաբերությունների մեջ ինքը բացարձակ վստահություն է զգում Գերագույն Աստծո անձնավորության հանդեպ կամ տղամարդու հանդեպ եւ ամբողջությամբ տրվում է իրան, հա։ Ոչ թե այն ժամանակ, երբ որ տղամարդը ինքը կնոջը անցալում է, գիտեք, այստեղ այդ խոսքը պիտի անպայման նայեմ, էլի, որպես ավար, հա, տրոֆեյ, չգիտեմ ճիշտ տակմարես թե չէ, հա, այլ ոչ թե որ ավարի նման, էլի, իրան եսի ինչ հասավ, բան, երկու հատ գեղեցիկ կուրծք, երկու հատ գեղեցիկ ոտք, այ տեսեք ես բան հաղթեցի։ Հասկանում եք, չէ, դա տրփանքի դաշտն է։ Մենք հիմա խոսում ենք առաքինի արքայադուստրի մասին, հա, որը ինքը, այսպես ինքը իրան լիարժեք տալիս է կամ ճշմարտությունը լիարժեք տալիս է իրան, հա, եթե տղամարդը իրան վերաբերվում է ոչ թե որպես արար, այլ որպես ոնց ասեմ, այլ որպես անձնավորություն, որը ինքը գնահատել է այդ կնոջ վեհ բնությունը, հա, եւ պայքարի մեջ հայտարարություն է անում, որ ես քո առաքինության տերն եմ։ Այսինքն ես քո առաքինությունն եմ պահպանելու, հոգ տանելու, հասկանում եք, եւ այդ ժամանակ այդ առաքինի կնոջ սիրտը ինքը վարդի պես բացվում է։ Երբ որ առաքինի կինը, ինքը եթե գիտեք ոնց է, իրական առաքինի մարդիկ, ոչ թե միայն կանայք, առաքինի մարդիկ ընդհանրապես իրանք
իրանց ներսից մի հատ յուրահատուկ փայլ ունեն, անկախ նրանից իրանք գեղեցիկ են թե չէ, այս ներքին հրապուրելի խարիզմա ունեն, էլի, չէ, տեսեք որ ասենք մեր ժամանակներում շատ հաճախ խարիզմա ունեն արատավորները, եւ դա գալիս է դրանից, որտեղ աստվածամեժության դարաշրջանը, այստեղ ամեն ինչը բաների գլխի վրա շուրտված է, հա, հասկանում եք, բայց երբ որ ինքը իրական առաքինի է, արդեն կապ չունի ինքը որտեղ է, ինքը աստվածամեժության դարաշրջանում է, աստվածակենտրոն դարաշրջանում է, ընդհանրապես որտեղ ամեն ինչը վերանում է, հա, եւ այդպիսի ազնվորությունը ինքը շատ հմայիչ է։ Եվ այն նա որ գնում է հմայքի հետևից որպես ավար, որ պիտի վայելի, հա, ճշմարտությունը ինքը դիմադրում է եւ երբեք չի ծառայում։ Այդպիսի ազնվորությունները իրանք խորասուզվում են ստի մեջ։ Հասկանում եք, ամենաբարիս ամենալայն փիլիսոփայական իմաստով։ Եվ սեիներս չէ, ուժեմ ճշմարտությունը ինքը համաձայնվում է ծառայել կամ կինը ծաղկում է, եթե ինքը առաքինի կին է, ինքը ծաղկում է, երբ որ տղամարդը պայքար է տալի ոչ թե նրա համար, որ ինքը ուղղակի գեղեցիկ է, այլ պայքար է տանում, որովհետև ինքը լավն է։ Հասկանում եք։ Հիմա ուրեմն այս պատմությունը ինքը հենց այս թեմաներով պատմություն էր, հա, որտեղ մենք տեսանք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շատ հեշտությամբ հաղթում է այդ 7 ցուլերին, այսինքն 7 արատները, ինքը շատ հեշտությամբ հաղթեց նաև այդ էլի ոչ երկրորդական երևույթները, չէ, այսինքն այդ իր բոլոր սապերնիկներին, հա, եւ մցրեց Սատյային իր շրջապատ որպես արժանի կին իր համար, հասկանում եք, չէ, հիմա մենք ձեզ հետ խոսացինք դրա մասին, որ Սատյան ինքը նագնաջիտի ուրեմն բաններ, դուստրներ, եւ հիմա արդեն այստեղ հետաքրքիր է, թե իսկ ով էր նագնաջիտը։ Նագնաջիտը ինքը բառը կազմված է նագա, հա, այսինքն օծ, հա, շատ հաճախ այս բանին, այս նագա բառը ինքը օգտագործվում է համել որպես բաներ, որ մատնանշվում է բաներ, մարդու մեջ հագցված ուժը, հա, եւ ջիտ դա հաղթանակն է, այսինքն ուրեմն նագնաջիտը դա նա էր, ով հաղթում էր օծերին, այսինքն ուժ ուներ հաղթել օծերին, օծերը դա նախանձի մարմնավորումն է, հասկանում եք, եւ այդ 7 ցլերը, որ ինքը դեմ տվեց այդ բոլոր արքայազներին, չէ, դա հենց 7 օծերն են կենդանիակի սրտերում ապրող, հա, հասկանում եք, եւ ինքը այդ հաղթողն էր, դրա համար ինքը դες այ որ ձեզ այնձով կհաղթի իրանց, նա էլ կստանա իմ աղջիկը նրան էլ կծառայի, հասկանում եք, հա, եւ այսինքն իրա ուրեմն բանը, ինքը որպես ազնվորություն, ինքը այն ազնվորությունն էր, որը հաղթահարել էր նախանձի ուժը, հա, եւ ինքը շատ հզոր արքա էր, հասկանում եք, եւ ասենք այն ցեղը, որ ինքը ներկայացնում էր, այդ ցեղը նույնպես ինքը շատ բաներ էլի, շատ հզոր էր, այսինքն մենք ստացանք, որ Սատյան կամ Կրիշնայի հաջորդ կինը, որտեղ առաջի կինը դա Ռուկմինին էր, հա, հաջորդ կինը ինքը ոչ թե ուղղակի արքայական ընտանիքի անդամ էր, հա, այլ ինքը մի ճշմարտություն էր, հիմա հայրը ինքը ղեկավարն է, չէ, ինքը մի ճշմարտություն էր, որը ղեկավարում էր կենդանիակի մեջ թաքնված այդ բանել ուժերը, հա, այսինքն բաները, օծերը, չէ, իրանք դա կրքերն են, դա ամբիցիաներն են, դա
վտանգն է, որ կենդանիակը ինքը վտանգավոր է, եթե ինքը իր մեջ օձ է կրում, հասկանում եք, ուրեմն նախանձը, կրքերը, ամբիցիաները եւ վտանգավոր լինելը, չէ՞։ Ուրեմն Սատյան ինքը այն ազնվորությունն էր, որ այդ ամեն ինչ իր մեջ, ասած բան ղեկավարված էր պահում։ Դրանցից ոչ մեկը չէր կարող գլուխ բարձրացնել։ Հիմա տեսեք օրինակ, եթե մենք նայում ենք արդեն այդ տեսանկյունից, չէ, ապա այդ 7 սրտի արատները իրանք բարենպաստ դաշտ են, որպեսզի գլուխ բարձրացնեն կրքերը, ամբիցիաները, չգիտեմ, ազնվորությունը դառնա արդեն վտանգավոր եւ երջանկության եւ հոգեվոր զարգացման համար եւ այլն։ Դրա համար Նագնաջիտը ասեց, ով որ հաղթահարել է այդ, ով սանձել է այդ 7 օձերին, նրան էլ կարող է իմ աղջիկը ծառայել։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ցույց տվեց, որ այդպիսի անձնավորությունը կարող է ծառայել միայն եւ միայն այդպիսի ճշմարտությունը ինքը կարող է ծառայել միայն եւ միայն ուրեմն այդ համընդհանուր վայելքի սկզբունքին, այսինքն համընդհանուր երանության։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, տեսություն ձեզ։